Ողջույն սիրելի հետևորդներ, կրկին եթերում Մեդիա Club-ն է եւ աշխարհի առաջնությանն ենք անդրադառնում, որը մոտենում է ավարտին, հայտնի են Կիսա Եզրափակչի մասնակիցները, մինչեւ այսօրվա հյուրին ներկայացնելը եւ թեմաները քննարկելը, ցանկանում եմ հիշեցնել, որ պետք է բաժանորդագրվել Celsius-ի եւ Անսահման ֆուտբոլի YouTube-յան ալիքներին, ինչպես նաեւ կարող եք հետեւել մեզ բոլոր սոցիալական կայքերում, Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում։ Իսկ այսօր ինձ հյուրընկալվել է հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի պետ Արմեն Գարամյանը։ Ողջույն Արմեն։ Քննարկումը սկսենք քառորդ եզրափակիչներից, 4 շատ հետաքրքիր հանդիպում դիտեցինք եւ ըստ հերթականության էլ գնանք Ֆրանսիայի հավաքականը, որը մունդիալի մեկնարկից հաղթողի կոչման գլխավոր հավակնորդն էր, շարունակում է հաստատել իր բարձր կարգը եւ Մարոկոն, որը ռևանշիստական զգացումներ ուներ անցած մունդիալի Կիսա Եզրափակչում կրած պարտությունից հետո ցանկանում էր պատասխան հարվածը հասցնել, բայց Ֆրանսիան նորից ավելի բարձր կարգ ցույց տվեց, ինչպես կմեկնաբանես Ֆրանսիայից անասելի ուժը։ Եթե համեմատենք 2022-ի Ֆրանսիա-Մարոկո զույգի նախախաղային այսպես ապրումների հետ, ապա այն ժամանակ կարծում շատ ավելի ակնհայտ էր, որ Ֆրանսիան կհաղթեր, բայց այն ժամանակ հետաքրքիր էր, որ Ֆրանսիան այսքան ուժեղ չէր, որքան հիմա է, եւ Մարոկոն էլ այսքան մեծ փորձ չուներ, որքան հիմա ուներ, բայց էլի Ֆրանսիան հաղթեց, որովհետեւ ի վերջո կարգի տարբերություն կար, էլի 2-0։ Իրականում ես շատ վստահ եմ, որ կհաղթի Ֆրանսիան, բայց ամեն դեպքում Մարոկոն իր բավականին հավակնոտ եւ համակրելի ֆուտբոլով համոզում էր, որ կարող է անակնկալ մատուցել ու ինչ որ պահի, երբ Մբապեն չիրացրեց 11 մետրանոցը, թվում էր, թե ամեն ինչ կարող է շրջվել, բայց Ֆրանսիան նաեւ այդտեղ ցույց տվեց, որ այնքան հասուն է, որ դրանից կարող է չկոտրվել, մասնավորապես Մբապեն ու կարողացավ հաղթել։ Ես հենց դա ուզում ասել, հենց Մբապեն տպավորությունը ընդհանրապես նյարդեր չունի, չիրացնել 11 մետրանոց քառորդ եզրափակչում, հետո խփել այդպիսի գոլ։ Եվ առաջին անգամ չէր խփում 11 մետրանոց Ֆրանսիայում։ Ինչպես բացատրել, դեռ ասենք բավականին երիտասարդ տարիքում այդքան պինդ նյարդերը Կիլիան Մբապեի, շատ բաներ են խոսում, որ դիկտատոր է եւ այլն, բայց նա իր գործն անում է, նա գոլեր է խփում, իր թիմին առաջնորդում է, տանում է առաջ, արդյոք այս տեմպը նրա կբավականացնի մինչեւ առաջացան ավարտը այսպես խաղալ։ Դե եթե հավատանք, որ ոչ մի լուրջ վնասվածք չունի Մբապեն, կարող է եւ, չգիտեմ, ցավազրկումով խաղա եւ այլն, ապա կարծում եմ մինչեւ վերջ կտանի Ֆրանսիայի հավաքականին, մինչև վերջ ասելով, մինչև եզրափակիչ, որովհետև այնտեղ իրականում ամեն ինչ կարող է տեղի ունենալ, ճիշտ է play-off-ում էլի մեկ խաղից են դիմակայությունները, բայց էլի հրաշքների դժվարությամբ ես հավատում, բայց եզրափակչում այնքան մեծ է այդ գավաթին հասնելու ձգտումը, որ կարող է ինչ-որ մեկը սայթակել, ինչ-որ մեկի նյարդերը կարող են չդիմանալ, Մբապեն էլի կարող է շատ ամուր նյարդեր ունենալ, բայց թիմը կարող է չկարողանալ այնպես տրամադրվել, որի վերջո հաղթանակ գրանցել, ամեն դեպքում կարծում եմ Մբապեն ճիշտ է հետաքրքիր է, որ ակումբային ֆուտբոլում ինքը դեռ չի հասել ինչ որ լուրջ հաջողության կարելի ասել Ֆրանսիայում կամ Իսպանիայում, չգիտեմ, հաջողություններ չեմ կարծում, որ լուրջ կարող են դիտվել նրա ֆուտբոլիստի համար, այո, հետաքրքիր է, որ դրիվ այլ ֆուտբոլ է նա խաղում հավաքականում եւ եթե Ռեալի վերջին մրցաշրջանը հիշենք, նրան երբեմն թիմային խաղացող չէին համարում, իսկ հավաքականում ռիվալ պատկեր է ու թիմային ֆուտբոլ են նաև ցույց տալիս ու դրա շնորհիվ կարծում եմ Մարոկոյի առավելագույնն էր սա այդ խաղում, ինչ որ բանից կարճելու տեղ ունեին, թե ըստ ումա չէ, առավելագույնն արել են, շատ վառ ընդգծված աստղեր, 1-2 աստղեր ունեն, եթե նայում ենք 2022-ի Մարոկոն, այնտեղ թվում էր, որ ավելի լուրջ թիմ պետք է լինի եւ ավելի մեծ հնարավորություններով, իրականում այդպես էլ եղավ Կիսա Եզրափակիչ վերջը կարողացան հասնել, այստեղ էլի կան այդ աստղերը, մի քանիսը չկան, բայց կարծում եմ մարզչական փոփոխությունն էլ ինչ որ չափով ազդեց ու երևի թե սա առավելագույնն էր։ Գումարենք, որ ոչ ոք չեղարկելու արդյունքը եւ հաղթանակը չի շնորհել Մարոկոյին այս պարագայում, ի տարբերություն Աֆրիկայի առաջացան։ Իսպանիա-Բելգիա, Իսպանիայի հավաքականը ինչ որ գիծ է հետաքրքիր բռնել, նախ գոլ բաց չէր թողնում, հիմա բաց թողած, բայց իր տարբերակը, իր ջոկերին կրկին կարողացավ օգտագործել, Միկել Մերինոն երկրորդ անգամ անոնց մեջ մտնում է փոխարինը եւ վերջում գոլ է խփում։ Կա ընդունված կարծիք, տարածված կարծիք, որ իսպանացիներին առայժմ բախտը ժպտում է։
կիսում ես այդ կարծիքը։ Չէ, չեմ կիսում այդ կարծիքը։ Իրականում Բելգիան այնքան երկակի տպավորություն է թողնում աշխարհի այս առաջնությունում, որ թվում էր խմբից կարող է դուրս չգալ, շատ խայտառակ վատ ֆուտբոլ էր խաղում։ Սենեգալին չպետք է հաղթեր, կարծում եմ։ Ի վերջո Սենեգալն էլ շատ բարդ դուրս եկավ, բայց հաղթում էր եւ արժանի հաղթանակ էր տանում։ Բելգիայի համար, եթե Իսպանիային հանկարծ անցներ, այդ, չգիտեմ, աշխարհի առաջնությունների սենսացիաներից մեկը կարող է լինել, որտեղ ոչ թե որ Բելգիան է հաղթել Իսպանիային, այլ թե ինչ ֆուտբոլ էր խաղում եւ հաղթել Իսպանիայի նման հավաքականի։ Իսպանիան, կարծում եմ, արժանի տեղում է գտնվում կիսաեզրափակչում, բայց ըստ իս այս պայդրությամբ սա Իսպանիայի վերջին կետն է։ Դա դեռ կքննարկենք կիսաեզրափակիչներն ինչ է սպասում, կոնկրետ ինձ համար զարմանալի է, որ այսքան թիմերից հենց Բելգիան կարողացավ Իսպանիային գոլ խփել, թեև այնպիսի դրվագ էր, որ ոչ տարպասապային կմեղադրես միայն կենտրոնական պաշտպաններին, որոնք չհսկեցին հարվածող ֆուտբոլիստին, բայց ամեն դեպքում Իսպանիան դրան էր պատրաստ։ Այս էր հետաքրքիր, որ եթե երկրորդ տարբերակ չունենար Իսպանիան, բաց թողնելուց հետո չէր հասկանալու ինչպես խաղալ, բայց նորից կարողացան իրենց տանել։ Մենք Իսպանիային չենք տեսել դեռ, որ հաշվի մեջ հետապնդողի դերում լինի, դա էլ է հետաքրքիր։ Միշտ ինքն է բացել հաշիվը եւ երբ մրցակիցը խփել է ինքը հաշվի մեջ արժևում է եղել այդ բանին, այսինքն հաշվի մեջ հետապնդողի դերում Իսպանիա չենք տեսել ու այդ տեսանկյունից հետաքրքիր կլինի տեսնել կոնկրետ Իսպանիան էլ չեմ կարծում որ դե բացառությամբ Պորտուգալիայի հավաքականի էլի ծանր խաղեր շատ չի ունեցել Իսպանիա Պորտուգալիան ծանր էր բայց երևի թե հիմա որպես սառը նայում ես շատ պահեր չի ունեցել Պորտուգալիան Իսպանիան հանգիստ իր ֆուտբոլով անցել է այնպես որ ամենածանրը լինելու է հաջորդ փուլում Նորվեգիա Անգլիա այստեղ երկու տարբեր դիտարկում կարող է լինել ոչ մի զարմանալի բան առանձնապես չեղավ, որ Անգլիան Նորվեգիային կարողացավ հաղթել, բայց Նորվեգիան կարող էր ավելի, Նորվեգիան առաջին խաղակեսում ընդհանրապես վատ տպավորություն չթողեց, բայց կար կոնկրետ ինձ մոտ զգացողություն, որ մի փոքր վախեցել է, այսպես չգիտեմ, կամ վախեցած է մրցակցից Նորվեգիան եւ բացվել ամբողջությամբ չի ցանկանում։ Այսպես չէինք խոսի, եթե իհարկե Սորլոտը կատարեր փոխանցում Հոլանդին այն դրվագում եւ եթե Հոլանդը գոլ խփեր բայց ամեն դեպքում կար տպավորություն քեզ մոտ, որ Նորվեգիան չափազանց մեծ հարգանքով է վերաբերվում մրցակցին։ Չափազանց մեծ հարգանքով չգիտեմ, բայց առաջին մտքեր համաձայն եմ, որ մի փոքր վախ կար, նրանք հասել էին մի փուլ, որը նրանց համար երազանք էր, գոնե այս հավաքականի համար։ Եվ հասկանում էին, որ հաղթել են Բրազիլիային ու հիմա էլ կարող են հաղթել Անգլիային ու աշխարհի լավագույն 4 թիմերից մեկը կարող էին համարվել, որը այս պահին երևի թե որ նայենք բոլոր հավաքականները վերցնենք, այդպես չէ։ Դրա համար նրանք երբ որ գոլն էլ խփեցին, էլի ցույց էին տալիս, որ շատ հանգիստ են, բայց ընդհանրապես հանգստություն չկար, տպավորություններ չգիտեին ինչ ֆուտբոլ խաղալ այդ պահին։ Անգլիան տալիս էր հնարավորություն խաղալու, նույն ձեր նշած պաս, Սորլոտ Հոլանդը ծույքի համագործակցությունը որ չկայացավ, էլի լավ հնարավորություններ Նորվեգիան կարող էր ստեղծել, բայց չգիտեմ, ես ամենայն դեպս շատ էի ուզում, որ Նորվեգիան այդ խաղով չշրջանցեր, որովհետև ամեն դեպքում աշխարհի առաջությունում այդ մի փոքր թեկուզ եթե վախվորած ես խաղում, ի վերջո պատժում ես, պետք է խաղանային հավաքականները լավագույն 4-ի եզրափակչում այսպես, որոնք իրոք խաղում են ֆուտբոլ, կարծես իրենց կյանքի վերջին խաղն իսկ Անգլիան այդպիսի ֆուտբոլ սկսեց խաղալ բաց թողած գնդակից հետո, մասնավորապես երկրորդ խաղակեսում ու մի քանի խաղացողների այդպես կարելի առանձնացնելու մատնանշել։ Այն որ Նորվեգիան ընդհանրապես դժգոհ չէ իր ելույթից, փաստեցին կադրերը խաղից հետո ինչպես էր Հոլանդը մնացել 2 ժամ տրիբունայում ընտանիքի, ընկերների հետ, երկրպագուների հետ ուրախանում էին, նշում են, այսինքն Նորվեգիան գոհ է իր ելույթից, Նորվեգիան կարող է շատ բավարարված հեռանալ, կարծում եմ հերոսի պես էլ ընդունելու են հայրենիքում եւ դարձավ այն հայտնություններից մեկը, որ կանխատեսում են Նորվեգիան այս մունդիալի, թե այսպես պետք է լիներ ամեն դեպքում։ Դե եթե հաշվի առնենք, որ երկար ժամանակ այս կազմը մեծ մրցաշարերի չէր կարողանում մասնակցել, չնայած անդադվում էր մոտ էր մասնակցի հիմա չէր ստացվում, կարելի է համարել, բայց մեծ հաշվով այնպիսի ֆուտբոլիստներ ունի, որ նրանցով երևի թե պետք է գոնե 1/8 եզրափակիչ հասներ ու ես կարծում եմ այնտեղ կավարտվեր նրանց ճանապարհը ու կվստահ էի, որ Բրազիլիային կհաղթեն, բայց դա տեղի չունեցավ ու երևի թե պետք է համարել սա ինչ որ չափով բացահայտում։
Հետաքրքիր է, որ այս տարի կրակեց եւ Նորվեգիայի հոկեյի հավաքական աշխարհի առաջացնում եւ ֆուտբոլի հավաքականը փայլուն հանդես եկավ։ Այս ֆոնին միայն երևի սկսել են նահանջել Մագնուս Կարլսենը, որպեսզի նորվեգական սպորտում իսկական տոն լինի, չնայած այդպես էլ կա Կարլսենը վաղուց իրենն արել է եւ ապացուցել է վերջին քառորդ եզրափակիչը Շվեյցարիա, Արգենտինա, Կաբո Վերդեի հետ լրացուցիչ ժամանակ, Եգիպտոսի հետ հրաշքով փրկություն, երկու խաղ, որից հետո թվում էր Արգենտինան պետք է հետևություններ առած լինի, բայց նորից տանջվեց, նորից լրացուցիչ ժամանակ եւ նորից խաղի վերջում կարողացան կորզել հաղթանակը։ Սա խոսում է այն մասին, որ Արգենտինան աստիճանաբար զիջում է դիրքերը, թե հակառակը նրանք անընդհատ չեմպիոնական բնավորություն են ցույց տալիս։ Ինձ թվում է Արգենտինան ցույց է տալիս այն, ինչին ունակ է։ Այսինքն սրանից ավելին Արգենտինայից ակնկալել հնարավոր չէ, կարող է պարտվելից լինել ու քամբեք կատարել բնավորության հաշվին չեմպիոնական, բայց ընդամենը մի քանի խաղացողներ ունի վառ աստղերի, եթե շղարշով ենք նայում Մեսին փրկությունն է, այնտեղ Խուլիան եւ Լաուտարո կա, Էնցո եւ Մակալիստեր, որոնք երևի թե լավագույն մրցաշրջանները չեն անցկացրել, ու դարպասում Էմիլիանո Մարտինես։ Պաշտպանությունում էլ կան անուններ, բայց այնքան շատ են նրանք սխալվում, որ այդ թիմի ամբողջ արած աշխատանքը շատ հաճախ ջուրն են գցում, ու երևի թե եթե թիմային տեսանկյունից ենք վերցնում, Արգենտինան անկեղծ է Պորտուգալիա երկրպագու, բայց այնպես չէ դրա համար եմ ասում, կարծում եմ 3 անգամ փրկվեց, էլ չի փրկվի։ Արել է առավելագույնը։ Չգիտեմ ինչ պետք է լինի, որ Անգլիային անցնեն, բայց դրանից ավելին, չնայած եզրափակիչ հասնել արդեն մեծ աջակցություն է, բայց չեմ հավատում, որ այս խաղով կդառնան աշխարհի չեմպիոն։ Իրենք անում են իրենց առավելագույնը։ Ճիշտ է, ճանապարհն էլ մի փոքր ավելի լավ գծվեց, քան մյուս թևի հավաքականների համար։ Համեմատ ավելի լավ։ Անկեղծ լինենք, բայց կյանքը ցույց տվեց, որ ոչ մի խաղում հեշտ չէր։ Այո։ Դե Կաբո Վերդեն ամեն դեպքում Իսպանիայի հետ էլ ոչ ոքի խաղացել, հիմա այդպես էլ է լինում, կարող ենք ասել, այնպես չի որ մի հատ խաղան էլի նույնն է լինելու։ Եգիպտոսն էլ միգուցե նույնը չլինի։ Շվեյցարիան երևի թե ամենածանր կտանի այս պարտությունը, համել բարդներ, բայց չգիտեմ, միգուցե եւ նորից եմ ասում, կիսա եզրափակչում ինչ որ բան, որովհետեւ Անգլիան է այնտեղ, եթե լիներ Իսպանիա, Ֆրանսիա, չէի հավատա, որ նրանց կարող է անցնել Արգենտինան։ Անգլիային միգուցե Անգլիան տալիս է խաղալու հնարավորությունը, Անգլիան բնավորության թիմ է, պահի տակ պետք է այդ կայծը լինի ու նրանք խաղան։ Դրա համար կարծում եմ սա իրոք Արգենտինայի համար տենց վերջին։ Խաղի առանցքային դրվագին անդրադառնանք, ինչով է մտածում ֆուտբոլիստը, որը ունենալով դեղին քարտ, այդքան ակնհայտ սիմուլյացիայի է դիմում, շատ լավ իմանալով, որ այդ ամենը նկարահանվում է եւ ստուգվում է։ Ինչ պետք է մտածես այդ պահին, որ այդպես վարվես քո ազգային հավաքականի հետ աշխարհի արդյոք քառորդ եզրափակիչ։ Դե այնպես եմ հարցնում, կարծես դու ինքդ արել ես։ Ես հակառակ հարցն եմ ուզում տալ։ Իստում է չեն մտածում այդ բանը շատ, իրենց հիշողության մեջ կա այդ դեղինը, բայց իրենք չեն գիտակցում, որ դրա համար խաղադաշտի կենտրոնական կենտրոնին մոտ այնպես չի պարեդեսնել դեղին ուներ, խաղողբեր մրցակցի դեղինի վրա, որ կարմիր ստանա հեռացվի։ Անկեղծ մտածել եմ ու ուզում եի գտնել պատասխան, ինձ թվում էր հոգնել է եւ ուզում է ուղղակի էլի շատ հաճախ լինում է, չէ՞, չասեմ outsider հավաքականներ, բայց այդ պահին այն հավաքականը, որին հաշվի ձեռք է տալիս, փորձում են ժամանակ ձգել եւ այլն։ Ինձ թվում է այդպիսի դրվագեր ուղղակի ուզում էր որ դադար լինի ու անմիտ քայլ արեց։ Դադար եղավ շատ։ Եթե Հայաստանի գաղաթի խաղաղության խաղի Ուրարտու Շիրակ խաղը հիշենք, այդպիսի դրվագ եղավ, երբ Շիրակի ֆուտբոլիստը անմեղ իրավիճակում սիմուլյացիա արեց, երկրորդ դեղինը ստացավ ու ասում են, եթե հայ մրցավար լիներ, չէր տա այդ դրվագում։ Հիմա պատկերը այնպեսին էր, որ եթե չգնար, ինձ թվում է մրցավարը նայելու պարադեսի մոտ դեղին կար թե չէ, չերել հեռացվի, երկրորդ դեղինը չէր ստանա Շվեյցարիայի հավաքականի խաղացողը։ Բայց դա ճակատագիր է ու այդտեղ էլ Շվեյցարիայի խնդիրը այն է, որ Շվեյցարիան այդ պահին շատ լավ էր խաղում, նոր էր հաշիվը հավասարացրել եւ շատ ակտիվ գրոհում էր ու կարծում եմ կարող էին էլի գոլ խփելու հաղթել, բայց Էմբոլոյի հեռացումը ամեն ինչ փոխեց, Արգենտինան վերադարձրեց առավելությունը, թեև մեծ ուժերով պաշտպանվող մրցակցին գոլ խփել հիմնական ժամանակում չկարողացավ, բայց լրացուցիչ ժամանակի վերջում այդտեղ արդեն կապ չուներ, մեծ ուժերով էր պաշտպանում Շվեյցարիան, բայց Ալվարեսը հերվից ֆենոմենալ գոլ, բայց սա էլ խոսում է այն մասին, եթե թիմում կա բարձրակարգ ֆուտբոլիստ, նա ինչ որ պահի, ինչ որ կերպ պետք է իր գործը անի եւ Խուլիան Ալվարեսի համար
սա շատ կարևոր գոլ էր հոգեբանական տեսանկյունից, որովհետև նա վատ տրամադրությամբ էր եկել այս առաջացան, իսկ հիմա լավ տրամադրությամբ դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Լավ տրամադրությամբ կգնա։ Առաջարկում եմ կիսաեզրափակիչ զույգերն էլ քննարկենք, մաքուր եվրոպական կիսաեզրափակիչներ չեն լինի, բայց առաջինը այդպիսին է Ֆրանսիա, Իսպանիա։ Ինչ կասես այստեղ, թեև մի քանի բառ արդեն ասացիր, որ Ֆրանսիան ֆավորիտ է եւ Իսպանիան ավելին դժվար կարողանա անել։ Ես իհարկե կփորձեմ հակադարձել, բայց նախ ինչ կարծիք ունես այս կիսաեզրափակիչում։ Դե այս կիսաեզրափակիչում Իսպանիայի առավելությունը կենտրոնն է, Իսպանիան կարծում եմ կենտրոնով կգերազանցի Ֆրանսիայի հավաքականին եւ գնդակի վերահսկողությունը հիմնականում կլինի նրանց մոտ, բայց Ֆրանսիան գիտենք ինչպես կարող է հակագրոհել ինչ ֆուտբոլիստներ ունի արժեվի գծում ու ես չգիտեմ, չեմ ասի կզարմանամ, եթե Դե Լա Ֆուենտեն դրա հետ հաշվի չնստի, բայց այլ տարբերակ չկա, Իսպանիան չի կարող գնդակը հանձնել մրցակցին եւ փորձել ինքը հակագրով խաղալ, որովհետեւ այնպես չէ, որ ինքը շատ արագ է, շատ Յամալ ունի արժեվի գծում, բայց դե Ֆրանսիան էլ այնպիսի պաշտպաններ ունի, որ կարող է փակել Յամալին։ Պորտուգալիայի հետ մրցակցում մենք տեսանք, որ ամեն դեպքում հնարավոր է Յամալին գրեթե ամբողջությամբ փակել։ Եթե կոնկրետ Յամալի մասին ենք խոսում այս մոնդիալում առանձնապես, թեև վերջին խաղում լավագույնը ճանաչվեց Բելգիայի հետ, բայց առանձնապես չի փայլել շատ թիմերի էլ հաջողվել է նրան կանգնեցնել, ընդամենը 1 գոլ է խփել, այն էլ դատարկ դարպասի մոտ տարածությունից գրավեց։ Ցույց է տալիս սա, որ Յամալը չէ այս մոնդիալում Իսպանիայի հոգականի գլխավոր ուժը։ Դե նաև Յամալն է։ Եթե Յամալը չլիներ, հաստատ Իսպանիան, հաստատ չասեմ, բայց Իսպանիան այստեղ կարող է չլիներ։ Յամալը եթե նույնիսկ շատ ակնհայտ գոլային գործողությամբ կամ գոլով աչքի չի ընկնում, նա հաստատ երկու խաղացողի վրա ուշադրություն գրավում է, թե Յամալի փոխարեն ուրիշը լիներ, հաստատ այդպիսի հսկողություն չէր լինի, թեկուզ անհատական չէ երկոքով, բայց տարածքի վրա, տարածության մեջ այդ վերահսկողությունը զգացվում է, որ երկու նույնիսկ երբեմն 3 խաղացողի իր վրա է քաշում ուշադրությունը եւ եթե կենտրոն կիսապաշտպանը մի փոքր գալիս է սկում, արդեն կենտրոնը Պորտուգալիայի հետ խաղում մենք տեսանք, որ կենտրոնը հիմնականում տվել էր Պորտուգալիան եւ դա նաեւ դրա հետևանքներ ու եթե հաղթեց Իսպանիան կհաղթի կենտրոնով, բայց ամեն դեպքում Օլիսե Մբապե նրանց հակագրողները կարծում եմ մահացան։ Ֆրանսիան միանշանակ գերազանցում է իսպանացիներին իր հարձակման գծով եւ ներուժով, բայց մնացած օղակներում չի ասի, որ Իսպանիան զիջում է եւ արդյոք մտահոգիչ չէ Ֆրանսիայի հարձակման համար փաստը, որ խաղում են մոնդիալի ուժեղագույն պաշտպանության դեմ։ Ուժեղագույն ասելով նկատի ունենք, որ քիչ գոլ է բաստողել։ Այո, ըստ բաստողած գոլերի, որը մեկն է։ Դե ամեն դեպքում այնպես չի, որ աշխարհի լավագույն պաշտպաններն են հիմա Բնականաբար այստեղ թիմն է։ Ու հնարավոր է, ես կարծում եմ շատ հանգիստ կարող է Իսպանիան, Մբապեն եւ Օլիսեն շատ հանգիստ կարող են ճեղքել այդ պաշտպանությունը։ Եվս մեկ փաստարկ Իսպանիայի օգտին, ընդամենը 2 տարի առաջ Եվրոյում իսպանացիները կարողացան Ֆրանսիայի հավաքականին հաղթել, թեև Ֆրանսիայի հավաքականի կազմը ավելի թույլ չէր, քան հիմա։ Բայց խաղով էր թույլ Ֆրանսիան։ Եթե մենք հիշում ենք այդ Եվրոյի գրեթե բոլոր խաղերը Ֆրանսիան անատան ֆուտբոլ խաղաց եւ Մբապեն Եվրոյից առաջ քիթներ կոտրել, այդ անհարմարությունը կար, չխաղաց, հետո դիմակով խաղի ընթացքում հանուն նետում էր դիմակը, այսինքն այդ անհարմարությունը կար եւ հասկանում ենք, որ Մբապեից շատ բան կախված է ու ես պատահական չասացի հուսանք, որ դա հուսանք չասեմ, վնասվածքը եթե լուրջ չեղավ Մբապեի, ամեն ինչ շատ լավ կվերջանա Ֆրանսիայի համար, եթե հանկարծ նա անհարմարությունով խաղաց, դա կարող է շատ վատ ազդել թե նրա վրա բնականաբար եւ թե թիմի վրա։ Մյուս կիսաեզրափակիչը Անգլիա-Արգենտինա աշխարհի առաջնությունների դասական դիմակայություններից մեկը, պատմական դիմակայություններից մեկը, շատ բան է տեսել այս դիմակայությունը աշխարհի առաջնությունների ընթացքում, ընդհանուր միջև լուրջ վիճաբանություններ, ընդհանուր միջև երկրների միջև հարաբերությունների վատ տարածում ավելի վատ քան եղել է միջև այդ ինչ կլինի այս անգամ ամեն ինչ ֆուտբոլի դաշտի սահմաններում կավարտվի թե դուրս կգա այդ սահմաններից։ Չէ, կարծում եմ ժամանակակից իրականությունում, եթե Միացյալ Նահանգների հավաքականը չի խաղում, ամեն ինչ կավարտվի ֆուտբոլային տրամաբանության մեջ։ Ես փոքրիկ
7-8% կամ մինչև 10% առավելություն կտամ անգլիայական այս դիմակայությունը, բայց կարծում եմ Արգենտինա պետք է լիներ։ Ես չեմ ասում հենց կոնկրետ այս հավաքականը, բայց քանի որ սա աշխարհարարությունը եւ եթե կիսաեզրափակիչը լիներ մաքուր եվրոպական, ինչ որ փայլ կկործներ։ Գոնե մեկ լատինամերիկյան հավաքական եւ առավել եւս աշխարհի չեմպիոն պետք է լիներ կիսաեզրափակչում, բայց Անգլիան, քանի որ եվրոներում անդադ ձախողում է, չնայած հասնում է եզրափակիչ, բայց չի կարողանում արդյունքի հասնել, կարծում եմ եթե շատ լուրջ շարունակական տեղի չունենա, Անգլիան պետք է որ շրջանցի Արգենտինա։ Այս պահին, եթե նայում ենք դինամիկան թիմերի ընթացքի, այո, Անգլիան որոշակի առավելություն այս խաղում պետք է ունենա, բայց սա մեկ խաղ է, սա կիսաեզրափակիչ է, Արգենտինան էլ իր հսկայական փորձով այս կազմի հսկայական փորձով աշխարհարարում կարող է իրեն անել, երևի ամենականխատեսվող ինձ համար հետ խաղային 11 մետրանց հարվածաշարն է։ Ոչ ոքի եւ 11 մետրանցներով ինչ որ մեկը կհաղթի, այսպես եմ պատկերացնում ամեն դեպքում, բայց հետաքրքիր փաստ, որին չեն կարող չանդրադառնալ, կիսաեզրափակիչ են դուրս եկել FIFA-ի դասակարգման ասակի առաջին 4 համարները, ամենաարդար մունդիալն է սա։ Դե ես միշտ այդ թվերին ուշադրություն չեմ դարձրել, չեմ հավատացել, որովհետեւ ինչ որ պահի Բելգիան երկար ժամանակ առաջինն էր, բայց դե Բելգիան հաստատ առաջինը չի եղել աշխարհում վերջին 20 տարվա ընթացքում գոնե, չնայած երբեք չի եղել, կարծում եմ։ Թվերի տեսանկյունից այո, եւ եթե նայում ենք թե ինչ հավաքականներ են դուրս մնացել, երևի թե իրոք այո, լավագույն հավաքականներն են, մունդիալից առաջ չէի ասի այս 4 հավաքականներին, 4-ից կարծում եմ 2-ին կամ 3-ին կասեի, բայց հիմա եթե նայում ենք խաղով, խաղին սցենարից ելնելով, տարբեր խաղերի սցենարներից ելնելով, թե ինչ է տեղի ունեցել, այո, միանշանակ։ Պատմության ընթացքում շատ բան է եղել, բայց ընթացիկ իրավիճակը այլ է, այստեղ ամենատիտղոսակիրը Արգենտինան է, որը 3 չեմպիոնություն ունի, Ֆրանսիան 2, Իսպանիան, Անգլիան 1-ական։ Բայց իշտ է հետաքրքիր, որ Ֆրանսիան կարող է դառնալ երրորդ հավաքականը, որը երրորդ անգամ մեջ դուրս կգա եզրափակիչ, մինչև այդ դա արել էին Գերմանիան եւ Բրազիլիան։ Հիմա կարող է նաեւ Ֆրանսիան անել։ Վերջին կարող ենք չէ պնդել, որ վերջին 10-15 տարվա ամենակայուն հավաքականն է համաշխարհային ֆուտբոլ։ Դե 16 եվրո եզրափակչում էր, այո, վերջին 10 տարվա, այո, 10 տարվա։ Բայց Արգենտինան էլ եթե 18-ը հանում ենք, Արգենտինայի սև գիծեր ինչ որ Արգենտինան եւ Ֆրանսիան երևի թե ամենակայուն հավաքականներն են աշխարհում։ Հավատում ես վերջին հարցը, թե կամ կցանկանաս արդյոք կրկնությունը նախորդ մունդիալի եզրափակչի անուններով միայն խաղի երևի ընթացքը դրամատիզմը այլևս կրկնել հնարավոր չի։ Ոչ, իսկ քո ցանկալի եզրափակիչ։ Եթե շատ անկեղծ լինեմ, չեմ ուզում Արգենտինային տեսնել եզրափակչում, Ֆրանսիա-Անգլիա։ Մաքուր եվրոպական, ամեն դեպքում կարծում ես եւ ցանկանում ես եզրափակիչ, բայց ամեն ինչ այստեղ ինչպես արդեն խոսեցինք, հնարքեցինք, այո, հնարավոր է, սա այն մակարդակն է, այն մակարդակի թիմերն են, որոնք մեկը մյուսին ցանկացած պահի կարող են հաղթել։ Շնորհակալություն Արմեն Զրիցի համար, հուսանք, որ կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը երրորդ տեղի խաղի մասին չենք խոսում, հուսախաբ չեն անի եւ մունդիալը կպահպանի իր երեսը, իր բարձր որակը եւ մենք կշարունակենք վայելել ֆուտբոլ։ Արգելի հետևորդներ, Media Club-ի հերթական թողարկումն էր, կիսաեզրափակիչներն են առջևում, որից հետո մենք կրկին հանդիպելու ենք եւ քննարկելու ենք այդ խաղերը, այնպես որ շարունակեք հետևել մեզ առայժմ։